Բարև ձեզ, ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է եւ իրավամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել, աշխարհը շուռ է գալիս, ամեն օրվա հետ մենք ունենում ենք նոր հայտնագործություններ ճակերտավոր, մենք տեսնում ենք, թե ինչպես աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը միտում ունի դառնալու բեռնապետական, չգիտեմ կստացվի թե ոչ, մենք տեսնում ենք, թե ինչպես կատարվող ցեղասպանությունները, աշխարհակարգում տեղի ունեցող տեղաշարժները, բողոքները, ապստամբությունները, բոլորը միավորվում են մի շղթայի մեջ եւ բոլոր տեղերում հավատացնում եմ ձեզ, անխտիր աշխարհի բոլոր տեղերում, լինի դա Անգլիա, Ամերիկա, Հայաստան, մանավանդ, Ռուսաստան, բոլորը տալիս են մեկ հարց, բայց մարդիկ ինչքան կարող են դրան դիմանալ, ինչքան հնարավոր է դիմանալ անարդարությանը, աշխարհի մեծերի բացարձակ բռնապետական կամայականությանը, ինչքան կարելի է դիմանալ ուղղակի օրեցօր ահագնացող անվտանգության խաթարմանը, իսկ մենք հասկանում ենք, չէ, որ անվտանգությունը դա մարդու գոյության ամենակարևոր խնդիրն է եւ այդ բաների մեջ բոլոր մարդիկ անխտիր ապաթիայի մեջ են, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ Ամերիկայի ժողովրդավարության այդպիսի միտում ունեցող, Ֆրանսիայում, Եվրոպայում բոլոր այն մարդիկ, ովքեր այդքան ժողովրդավարական, այդքան բողոքավոր, այդքան ապստամբաշատ էին, հանկարծակի ընկել են ապաթիայի մեջ, լռում են այն մարդիկ, ովքեր ժամ առաջ բողոքում էին, որ օդը այնքան էլ մաքուր չի, բողոքում էին, որ տրանսպորտը այնքան էլ լավը չի, բողոքում էին, որ ինչ-որ մի բան 100 դրամ է եւ պիտի այդպես էլ մնա, իսկ հիմա հանկարծ աղետների առաջ այդպիսի ապատիկ պատասխան կա, արձագանք կա, եւ իհարկե բոլորը դա վերագրում են նրան, որ մարդկությունը կորցրել է իր արժեքային համակարգը, այո, միանշանակային համակարգը իսկապես անկում է ապրում, բայց ոչ այն պատճառով, որ մենք չափից դուրս հարուստ ենք, որ մենք չափից դուրս ներգրաված ենք մեր առօրյա կյանքի մեջ, կամ որ մենք չափից դուրս ավելի տխմար ենք, կամ ավելի չափից դուրս ավելի քիչ բարոյական, ոչ, դա այդպես չի, ուղղակի այս աշխարհակարգի փոփոխությունները հնարավոր են դարձել նոր մարդատեսակի կերտման շնորհիվ։ Այդ մարդատեսակի տերմինը ես եմ հնարել եւ այդ նոր տերմինի հայտնագործման իրավունքը ինձ է վերապահում, բոլոր դեպքում copyright իրավունքը իմն է, դա կոչվում է homo digitus, թվային մարդ, այդ մարդուն ստեղծում էին երկարաժամկետ, այդ մարդը ձևավորվում էր, աճում էր, ապրում էր թվային աշխարհում, ուղղակի հիշեք, որ օրինակ 2005 թվականին Հայաստանի կեսը չգիտեր, թե ինչ ասել է Facebook-ը, իսկ հիմա կա արդյոք մարդ, որ դրա գոյության մասին չգիտի, դա բացառված է, այդ թվային մարդուն նախապատրաստում էին եւ այդ թվային մարդուն վերջնական տեստացիա արեցին, գիտեք ինչով, կովիդով, երբ որ բացարձակ թվային տեխնոլոգիայի սարքած միֆերով, ապստամբությունների բացակայությամբ, երբ որ դուք հիշում եք կովիդի դեմ յուրաքանչյուր խոսք Facebook-ը մոնիտորինգ էր անում եւ հանում էր, նստացին տներում, առաջի անգամ առողջներին մեկուսացրին, ոչ թե հիվանդներին, առաջի անգամ մարդկանց զրկեցին իրենց էմպաթիայի, սիրո, գրկվելու, ծառայելու, զոհվելու իրավունքից եւ դրանից համարեցին, որ կարելի է սկսել աշխարհաքաղաքական մեծ ձևավորումները, քանի որ եթե մարդկությունը իր զարգացման բոլոր մակարդակներով այդպես է պատասխանում բռնապետական բանտարկմանը, թեկուզ եւ կյանքի պահպանման գնով, չէ՞ որ այս աշխարհի բոլոր հայտնագործությունները կյանքի վտանգ սպառնալով են եղել, դա լինի հեղափոխություն, հայտնագործություն, նոր գյուտ, ի վերջո մարդիկ երկիրը կլորը հաստատելու համար գնում էին, կանգնում էին կառապնարանում, այսինքն ինչ որ նորը կյանքին վտանգ է սպառնում, բայց պետք է ստեղծել հլուների եւ հնազանդների այն հասարակությունը, որը կամովին կբանտարկվեր եւ կամովին կմնար այդ բանտարկության մեջ այնքան ինչքան պետք է թվային ջոչերին։
թվային բոսսերին, այսպես կոչված, թվային իհարկե բանի բուրգի վերևում կանգնած է Էլոն Մասկը, իսկապես հանճարեղ մարդ է, տառացիորեն մի շաբաթ առաջ նա ինտերվյու էր տվել, եւ ես կարդալով այդ հարցազրույցը, ճիշտ լսելով այդ հարցազրույցը, հասկացա, որ իրենք իսկապես Homo digitus-ի ստեղծումը համարել են վերջնական, որովհետև արդեն անցել են գաղափարական խորքային խնդիրներին, եւ Էլոն Մասկը ասել է. ամենաշատը մարդկությանը խանգարում է կարեկցանքը։ Մեր կարեկցելու զգացողությունը բացարձակապես անօգուտ է, ոչ մի բանին պիտանի չի, եւ մարդը պետք է ազատվի այդ զգացողությունից։ Նույն թվային բուրգի էլի վերևներում կանգնած Բիլ Գեյթսը COVID-ի ժամանակ ասում էր, եւ ընդհանրապես ում է պետք գրկվելը, ում է պետք հանդիպելու դեպքում իրար համբուրելը, մարդկությունը պիտի դուրս գա տակտիլ կոնտակտների համակարգից։ Թվային մարդը դա այն մարդն է, որը իրականությունը չի զգում, մինչև այդ իրականությունը չի թվայնանում։ Մենք բոլորս մեր բոլոր ճանապարհորդությունները, մեր իրադարձությունները, մեր տեսքի եւ ստատուսի փոփոխությունները անպայման թվայնացնում ենք, որտեղ մեզ մոտ իրական են տպավորությունն է, որ եթե դա չի թվայնացվում, դա գոյություն չունի։ Այսինքն նշանակում է վիրտուալ աշխարհը մեզ համար դոմինանտ է ռեալ աշխարհի վրա։ Մենք թվային մարդիկ ենք։ Մենք այն մարդիկ ենք, որ չենք կարողանում կենտրոնանալ որևէ ողբերգության վրա, որովհետև մեր թվային ժապավենը ամեն վայրկյան մեզ բերում է տարբեր ողբերգություններ ընդմիջված սպառման գայթակղիչ առաջարկներով։ Ինչ հետաքրքիր է, Սիրիայում մարդիկ են սպանվում, իսկ հետևից գնում է ուտելիքի գովազդ, որ կարելի է անմիջապես առաքել եւ ստանալ։ Արցախը տեղահանվեց, բայց արի տես, որ հետևից հնարավոր է գնալ ինչ որ մի վերևի ռուֆթոփում քեֆ անել, եւ դա այլևս չի ենթարկվում բարոյականության, լավ ու վատի, կլասիֆիկացիայի սկզբունքի, ոչ ոք չի կարող դրա դեմ ընդվզել, որտեղ եթե անգամ ընդվզի, դա կլինի թվային ժապավենի հերթական հայտարարությունը եւ ուրիշ ոչինչ, եւ այդ թվային ժապավենում ամեն ինչ հավասար է։ Իրական նոր քրիստոնեական կայսրություն, չէ՞։ Մենք բոլորս հավասար ենք, բայց այդ հավասարությունը կործանարար է, որտեղ այդ հավասարության մեջ չկա, գիտեք ինչ, չկա լավի եւ վատի ըմբռնում։ Եվ բնական է, որ թվային մարդը անտարբեր է, որովհետև թվային մարդը չի կարող հերոս լինել եւ դա գցել Facebook։ Թվային մարդը չի կարող բարոյական արարք անել եւ այդ բարոյական արարքը, որ տեղի է ունենում հոգու խորքում, ինչ որ ձևով ներկայացնի Instagram-ում։ Յուրաքանչյուր արժեքային միավոր զարմանալիորեն, ես երկար մտածում էի նախքան այս քաղաքակրթությունը անելը, կա արդյոք արժեքային այն սուբստանսը, որը հնարավոր է թվայնացնել, ազատությունը, սերը իրական, առաքինությունը, ժողովուրդ, դա հնարավոր չի թվայնացնել, դա չի պատկերվում, չի պատկերայնացվում եւ ստատուսի մեջ չի տեղավորվում։ Դրա համար Homo digitus թվային մարդը այժմ պայքարում է այն արժեհամակարգի հետ, որը ձևավորել է Homo sapiens-ին, այսինքն ուղեղը, զգացմունքը եւ հակառակ Իլոն Մասկի նաեւ կարեկցանքը, որովհետեւ կարեկցանքի մեջ շատ կարևոր մի հատված կա, կարեկցանքը իբրև մարդու անբաժանելի մաս, ասում են աշխարհի բոլոր կրոնները։ Գիտեք, շատ կրոններում մի արժեք կա, քրիստոնեության մեջ սերը, ասենք, մուսուլմանության մեջ աստվածավախությունը, կարեկցանքը հավասարաչափ առկա է բոլոր կրոններում։ Սեփական տեսակի հանդեպ կարեկցանքը դա իսկապես աշխարհի ամենակարևոր զգացմունքներից մեկն է։ Եվ իհարկե թվային մարդուն շատ հեշտ է խաբել, ինքը շատ հեշտ է խաբվում։ Նրան կարելի է ոչ միայն մոլորեցնել, նրան կարելի է ուղղակի ավելի շահեկան ներկայացնել իրականությունը եւ դրանից մարդը միանգամից հուսաթափվելուց անցնում է մեծ հույսեր տածելու, որտեղ իրեն կարելի է ուղղակի ցույց տալ, որ բարոյական ողբերգությունը իրականում բարոյական ողբերգություն չի։ Նայեք ինչքան բան է կատարվում մեր շուրջը, որ մենք հասկանում ենք, որ մեր անձնական օրինակի վրա Արցախի բանը հայաթափումը հայաթափում չէր, այլ պարզապես
կամավոր հեռացում, ինչ որ մի բան որ կատարվում է պետության դեմ, դա դավաճանություն չէ, այլ real politic։ Եվ այդպես շարունակաբար շղթան անառակություն չէ, այլ պարզապես մտքի թռիչ, եւ այդպես շարունակաբար արժեքները homo digidus-ի համար կործանարար են, չէ որ հենց որ արժեքները գալիս են առաջի պլան, homo digidus-ը կորցնում է իր նշանակությունը եւ դերը, եւ դրա դեմ պայքարելու են վիճակի արդյոք մարդկությունը հակառակ դիմադրություն ցուցաբերել։ Իմ համար խիստ խնդրահարույց է։ Ձեր հետ քաղաքակրթություն։